Հայ ժողովրդի մասին երբ խոսում ենք մենք, հաճախ չենք կարողանում կողմնորոշվել, թե իրականում ով է այդ ժողովուրդը, ինչ անցյալ ունեցող ժողովուրդ է դա, և ինչպիսին է եղել երեկ իր պատմական զարգացման ընթացքում և ինչպիսին է այսօր։ Որովհետև յուրաքանչյուր ժողովրդի ներկան և ապագան առնչակից է նրա անցյալի հետ։ Քանի որ ցավոք միշտ չէ, որ հայ ժողովրդի անցյալին վերաբերվող խնդիրները ըստ արժանվույն են մատուցված, հետևաբար կուզենամ հիմա փորձել մի քանի ուսումնասիրությունների միջոցով անդրադառնալ, մտածել, գտնել, թե ով ենք եղել մենք իրականի մեջ, այն, ինչ մեզ մատուցվում է որոշ գիտնականների կողմից, թե այն, ինչ պատմական տվյալներն են մեզ ներկայացնում։ Մեզանից շատերին անշուշտ հայտնի է, որ երբ որ շումերական արձանագրությունները 1887 թվականից սկսեցին բացահայտվել, այնտեղ խոսվում էր Արարատ տապետության մասին։ Նորից հայ ժողովրդի բարեկամ ճակերտավոր գիտնականները ջանք չխնայեցին աղավաղելու համար այն, ինչը առնչակից էր մեր ժողովրդի պատմությանը, որպեսզի ներկայացվեր այդ ամենը այնպես, որ Արարատն որևէ առնչություն չունի Հայաստանի հետ, առավել ևս, որ նույնիսկ որոշ գիտնականներ փորձեցին փաստել, որ Արարատ կոչված լեռը ընդհանրապես առնչություն չունի Հայաստանի հետ, այլ չգիտեն դա որտեղ է, բայց ամենայն դեպս Հայաստանում չէ, Սրբազան լեռը։ Բարեբախտաբար, երբ որ մենք այսօր մեր տրամադրության տակ ունենք արդեն որոշ գրականություն, գալիս է փաստելու այն, ինչ որ շումերները խոսել են մեր մասին և ինչ որ պատմությունը արձանագրել է։ Օրինակ, երբ շումերները խոսում էին հայերի մասին, Արարատ տապետության մասին, և բնութագրում էին այն որպես առաջինը աստվածների երկիր, երկրորդը Աստծո ընտրված ժողովրդի երկիր, երրորդը սուրբ օրենքների և ծեսերի երկիր, և չորրորդը անմահության գաղտնիքը իմացողների երկիր, այս գաղափարը մեզ, որպեսզի դառնար հոգեհարազատ, մեր տրամադրության տակ ունենք Բեռոսոս անունով պատմիչի գերմաներեն տարբերակը, որի հեղինակն է Պաուլ Շնաբելը, և այնտեղ նրա էջում, նրա գրքի մեջ, Բեռոսոսի գրքի մեջ, մենք հանդիպում ենք այս հատվածին, որը կոչվում էր «de diluio», այսինքն ջրհեղեղ լուժ բառն է, որտեղ խոսելով ջրհեղեղի հերոս Քսիսուտրոսի մասին, այստեղ շատ հետաքրքիր մի արձանագրություն կա։ Երբ Քսիսուտրոսին Աստված ասում էր, որ նավ պատրաստիր, որովհետև ջրհեղեղից պիտի ազատվես, նա հարցնում է Աստծուն, ազատվելուց հետո ուր պիտի գնամ ես, և Աստված նրան ասում է, դու գնալու ես աստվածների մոտ։ Եվ երբ որ ջրհեղեղը ավարտվում է և նավը իջնում է, և Քսիսուտրոսը դուրս է գալիս, հարցնում է աստվածներին, որտեղ եմ ես, և նրանք, ինչպես այստեղ նշված է, հայտարարում են, որ դու Հայաստան աշխարհում ես։ Հետևաբար Բեռոսոսի այս վկայությունը, այս փաստացի գիրքը խոսում է այն մասին, որ շումերների աստվածների երկիր կոչվածը կարիք չունենք մենք այլ ուր փնտրելու, այլ այն պետք է անպայման փնտրել Հայաստանում, որովհետև Բեռոսոսը, որ առաջին անգամ աքքադական աղբյուրները վերծանեց հունարենի, հենց այդ տարբերակում էլ պահպանվեց Հայաստան անունը, որը ամբողջ Միջին Արևելքում հայտնի էր որպես աստվածների երկիր։ Ուրեմն, ինչ վերաբերվում էր այս ամենին, սրանք գալիս են իրոք մեզ համար հանդիսանալու
փաստերը այն բանի, որ հայ ժողովրդի պատմությունը, ինչպես որոշ գիտնականներ փորձում են անել, ոչ թե սկսում էր ուրարտական ժամանակաշրջանից հետո, քանզի աբսուրդը հասնում էր այն աստիճանի, որ նույնիսկ ուրարտուն էր դադարում հայկական լինելուց եւ այսօրվա որոշ գիտնականներ անգամ կասկածի տակ էին դնում այն փաստը, թե ուրարտուն դա հայկական պետություն էր եւ ուրարտերենը դա հայրեն էր, մոռանալով անշուշտ Բեհիստունյան նշանավոր արձանագրությունը, որտեղ եռալեզու, ուրեմն այդ արձանագրության մեջ ակադական տարբերակում մեր սրբազան երկիրը պարզապես կոչվում էր ուրարտու կամ ուրաշտու տարբերակներով, նայած թե ինչպես էր այն ընթերցվում։ Ուրեմն այս բոլորը ինքնին խոսում է այն մասին, թե ով է եղել հայ ժողովուրդը։ Իսկ առավել եւս այդ բոլորին վկայակոչելուց հետո մենք անշուշտ մեր տրամադրության ունենք նաեւ հրաշալի մի ուսումնասիրություն, որ տարիներ առաջ կատարել է այսօր այլևս հանգուցյալ Սուրեն Պետրոսյանը, հայկական ժայռապատկերներ կոչված, որտեղ մենք հանդիպում ենք տարբեր պատկերների։ Եվ զարմանալիորեն հայ գիտնականները այն աստիճանի են նվաստացնում մեր իսկ պատմական տվյալները, որ նրանք այս ամենի մեջ չեն տեսնում հայ ժողովրդի արժեքը, այլ տեսնում են այլոց կողմից ձևավորված ինչ-որ մի բան, որը իբրև թե հայերի Հայաստան հայտնվելուց առաջ ինչ-որ ժողովրդի կողմից արարված կամ ստեղծված էին։ Քավլիցի, այս բոլորը արարել են մեր նախնիները, եւ այս բոլորի մեջ մենք հանդիպում ենք բացառիկ երևույթի, որը իրապես ափ իբերան կարող է մատնել մեզանից շատերին, քանզի ինչպես մեծ գիտնականը նշել է իր գրքի մեջ, հայկական ժայռապատկերներում մենք հանդիպում ենք ոչ միայն հայկական գրերի նախատիպերի, որը այստեղ արդեն իսկ ինքը ցույց է տվել, այլ հանդիպում ենք հունական գրերի նախատիպերի, որը ինքնին խոսում է այն մասին, որ իրապես հայ ժողովուրդը եղել է բացառիկ մի երևույթ համաշխարհային մարդկության պատմության ընդմեջից։ Եվ ուզում եմ մի քանի բաներ ցույց տալ, որոնք իրապես մեզ մտածել պիտի տան մեր արժեքների մասին։ Օրինակ, երբ 2007 թվականին Ֆրանսիայում նշվում էր Հայաստանի տարին, այնտեղ հրատարակվեց այս գիրքը, որտեղ ամփոփված են հայկական ուրեմն ազգային թանգարանի բոլոր գտածոները, որոնք արժեք են իրենցից ներկայացնում։ Ինձ համար իմասնավորի շատ արժեքավոր է այս պատկերը 1500 Քրիստոսից առաջ գտնված այս սրբազան նշանը, որը պատկերված է խաչի պատկերով։ Այսինքն շատերը կան այսօր մեր օրերում, երբ զարմանում են, թե ինչպես հայությունը խաչապաշտությունը ընդունեց քրիստոնեության վարդապետությամբ, քանզի դա ոչ այլ ինչ էր, քան դավադրություն հայ ժողովրդի նկատմամբ։ Մինչդեռ ճիշտ հակառակ հայ ժողովուրդը խաչի պաշտամունքը արդեն իսկ ուներ իր մեջ, բայց ոչ որպես Քրիստոսին խաչելու գաղափարով, այլ խաչը որպես հավերժության խորհրդանիշ պահում էր իր էության մեջ, այդ իսկ պատճառով խաչի պաշտամունքը դարձավ մեզ համար այդքան հոգեհարազատ, որը միասին էր նաև լույսի պաշտամունքային գաղափարին։ Ուրեմն այս փոքրիկ մի քանի պատկերները ցույց են տալիս այն մասին, թե պատմական ինչ անցյալ ենք ունեցել մենք, որով հիացել են ամբողջ եվրոպացիները, եւ պատահական չէ, որ Ֆրանսիայում լույս տեսնող կամ լույս տեսած այս ամսաթերթը մեծամոր հոդվածով իր մեջ առաջին էջում պարունակում էր հրաշալի մի հայտարարություն, որտեղ ասվում էր աշխարհի ամենահնագույն ինդուստրիալ կենտրոնը, կոմպլեքսը ամբողջ
որը վերաբերվում էր մեծամորին, քանի որ ինչպես գիտեք, այսօր մեր իսկ կողմից անտեսված, արհամարված, աղբակույտի վերացած այդ երկու հրաշք բլուրները առաջինը հենց մետաղաձուլարան է եղել, որտեղ Քրիստոսից առաջ երրորդ հազարամյակում, ինչպես այստեղ արդեն ֆրանսացի գիտնականները նշել են, մարդիկ, հայերը, մեր նախահայրերը, մեր նախնիկ ձուլել են ոչ թե պարզապես հանք, այլ ձուլել են բրոնզը, որը տարբեր մետաղների խառնուրդից առաջացած նյութ էր, որը վկայում է, թե դեռ այն ժամանակ հայերս գիտեինք մաթեմատիկա, տիրապետում էինք քիմիային, որի արդյունքում ստացել էինք այդ նյութը, այդ մետաղը, բրոնզը։ Ուրեմն այս ամենը գալիս են խոսելու մեր ինքնության, մեր էության մասին, ով է հայ ժողովուրդը, որի մասին այսօր մեր օրերում 21-րդ դարում մենք մեր իսկ արտահայտությունների մեջ սարսափելիորեն դատապետում, քննադատում եւ մեղադրանքի խաչին են գամում մեր իսկ ժողովրդի արժեքները։ Հայ ժողովուրդը դա բացառիկ երևույթ է եղել։ Այն, որ Աստվածաշնչում նույնիսկ Արարատի սուրբ լեռան փեշերին կնքվեց Աստծու եւ մարդու միջև ուխտը Նոյի եւ Աստծո հետ, եւ այդ սերունդը հայտարարվեց Աստծո կողմից ընտրված սերունդ, ինքնին մեծագույն գնահատականն էր, թե ովքեր էին հանդիսանում Հայաստան աշխարհի զավակները, ինչպես Գիլգամեշը պիտի ասեր Աստծու կողմից ընտրված ժողովուրդը։ Եվ ահա մենք, որ այսօր հաճախ կրկնում ենք մեր իսկ պատմության կարևոր էջերից մեկ հատված, մենք, որ շատ սիրում ենք խոսել մեր մասին առանց վավերագրերը ներկայացնելով, ես ուզում եմ այսօր որոշ վավերագրեր ներկայացնել, որոնք փաստում են, վկայում են, թե ովքեր են եղել եվրոպական կարևոր ազգերը, որոնք ձևավորել են արևմտյան արժեք կրող ժողովրդի բուն դեմքն ու էությունը։ Այսօր մենք հաճախ ենք խոսում արևմտյան արժեքների մասին, մոռանալով մեկ բան, որ արևմուտքը դեռ արևմուտք չեղած այդ արժեքները Հայաստանից տարան մեր նախահայրերը եւ այդ արժեքների վրա ձևավորվեց արևմտյան արժեք հասկացողությունը։ Քանի որ բոլոր այն փաստաթղթերը, վավերագրերը, որոնք կան իմ տրամադրության տակ, խոսում են այն մասին, թե եվրոպական կարևոր ազգեր հայկական ծագում ունեն։ Նախ առաջինը կուզենամ անդրադառնալ էտրուսկներին, որի մասին մանրակրկիտ ուսումնասիրություն ունի Ռոբերտ Էլիաս անունով գիտնական, մեծ լեզվաբան, որը 1817 թվականին Լոնդոնում հրատարակեց մի գիրք, որի վերնագիրն էր Darwinian Origins of Etruscan։ Ուրեմն գրքի առաջին շապիկը սա էր, որտեղ վերևում արդեն իսկ նշված է թվականը 1818 թվական, իսկ վերնագիրը այս հատվածն էր, որտեղ գրված է Darwinian Origins of Etruscan, էտրուսկների հայկական ծագումը։ Իսկ 2000 ուրեմն 3 թվականին Իտալիայի
նշանավոր գենետիկ մասնագետ Ալբերտո Պիացան Տուրինի համալսարանի գենտեխնիկայի ամբիոնի պատասխանատուն, երբ ուսումնասիրել էր ուրեմն դենկաները էտրուսկների, նա հերքեց այն տեսակետը, որ էտրուսկները հյուսիսային նորդիկ ժողովուրդներ են, այլ նա պարզապես հայտարարեց, որ էտրուսկները անատոլիական ծագում ունեն եւ ինչպես միշտ արևմտյան որոշ շատ ճակերտյալ հայասերներ այս անգամ էլ առիթից օգտվելով հայտարարեցին, որ էտրուսկները ծագում են այսօրվա Թուրքիայից։ Սա հրատարակեց Die Welt շաբաթաթերթը գերմանական եւ ապշեցուցիչ էր, որ էտրուսկների ժամանակ թուրքերի մասին խոսք անգամ լինել չէր կարող, որոնք հայտնվել էին միայն գոնե այսօրվա Օսմանյան թուրքերը 14-րդ դարում, հանկարծ էտրուսկների մասին հոդվածը վերնագրվեց այսպիսի անվանումով։ Որը ինքնին խոսում է այն մասին, թե որքանով են այսօրվա արևմտյան գիտնականները շահագրգիռ հայության վերաբերվող ճշմարտությունը ըստ գիտական արժեքի ներկայացնելու եւ ոչ թե ըստ ցանկության աղավաղելու այդ ամենը։ Իսկ գիտենք մենք բոլորս, որ էտրուսկները դրանք համարվում են շատ կարևոր ժողովուրդ, ինչպես հույների համար, այնպես էլ հռոմեացիների համար։ Ուրեմն նաև ձեզ պիտի ներկայացնեմ պատկերներ գերմանացի հեղինակների կողմից, որտեղ էտրուսկյան տաճարները հայտարարում է ոչ թե հունական, այլ շատ ավելի ուրարտական կառուցվածք ունեցող, որոնք ընդհանրապես առնչակից չեն հունական մշակույթի հետ։ Անշուշտ այս բոլորը ինքնին խոսում է այն մասին, թե ինչ կարևոր դեր է խաղացել հայ ժողովուրդը գոնե եվրոպական մշակույթի մեջ, չնայած իրենց բացառիկ դերը ունեցել են նաև Հնդկաստանի մշակույթի ձևավորման մեջ համաձայն գերմանացի գիտնականների, որոնք արիական ցեղերը 1500 Քրիստոսից առաջ գնալով Հնդկաստան եւ 1000 տարվա ընթացքում գրավելով ամբողջ Հնդկաստանը 6-րդ դարում նրանց իսկ գաղափարի ուսմունքի հավատամքի վրա ձևավորվում է բուդդիզմը։ Քիչ առաջ նշեցի, որ հայերը կոչվում էին շումերների կողմից նաև
անմահության գաղտնիքը իմացողներ եւ նույնիսկ Գիլգամեշը գալիս էր Արատա իր ընկերոջ Էնկիդուի համար անմահության գաղտնիքը սովորելով անմահություն պարգևելու։ Այս գաղափարի մանրամասներին մենք հանդիպում ենք Պլատոնի հանրապետություն կամ պետություն կոչված գրքի մեջ, երբ նա խոսում էր Էրոս Արմենիոսի մասին, որը մահից հետո ուրեմն աստվածների կողմից թույլտվություն ստացավ ռենկարնացիայից առաջ հոգիների դատաստանին ներկա գտնվելու։ Մենք ունենք նաև մեր իրականության մեջ արագեղեցիկի կերպարը, որը ներկայանում էր որպես մեռնող եւ հարություն առնող աստվածություն։ Ուրեմն այս բոլորը խոսում է այն մասին, որ մեզ համար այդ անմահության գաղտնիքը վերաբերվում էր հենց այս խնդրին։ Ուրեմն այս նույն գաղափարները մենք տեսնում ենք արկա նաև հենց էտրուսկների մոտ, որոնք փոխանցվեց նաև հռոմեացիներին, որովհետև իրենց նախաքրիստոնեական հավատամքի հիմքը հենց հայկական հավատամքներ, որը մենք կարող ենք տեսնել, երբ ուսումնասիրենք մանրակրկիտ նրանց նախաքրիստոնեական հավատամքին վերաբերող խնդիրները։ Ուրեմն հաջորդ ժողովուրդը, որի աղբյուրները բազմաթիվ տեղեկություններ են փոխանցում մեզ իրենց ծագման մասին, դա բավարացիներն են։ Առաջին գործը, որ Բավարիայի պատմության մեջ հայտնի է, 1080 թվականին հրատարակված այս գիրքն է, որը կոչվում է Das Anno Lied, Անոյի երգը։ Սա մի պոեմատիպ ստեղծագործություն է, որտեղ խոսվում է Քյոլնի Անո եպիսկոպոսի մասին, եւ այնտեղ ուրեմն 20-րդ գլխի 15-րդ համարից մինչև 20-րդ համարը այս հատվածում մենք հանդիպում ենք այն տողերին, որտեղ բացատրություն էր տրվում բավարացիների ծագման մասին։ Եվ ասում է, որ նրանց ծագումը, այսինքն բավարացիների ծագումը, այստեղ է եկել Հայաստանից։ Եվ որպիսի 11-րդ դարում Գերմանիայում ապրող ժողովուրդը իմանար, թե որտեղ էր Հայաստանը, շարունակության մեջ արդեն նշված է, որտեղ Նոյը իջավ տապանից եւ աղավնին գտավ ձիթաճյուղը շարունակության մեջ, որովհետեւ այս վերջին երկու տողերը պատճառ եւ առիթ են դարձել, որ բավարացիների պատմությունը ամբողջությամբ աղավաղվի արևմտյան արժեք կրող գիտնականների կողմից եւ հայկական ծագումը, որ ամենտեղ շեշտվում է այդ մասին, ներկայացվի իբրև թե ջրհեղեղից հետո մարդիկ իրենց ծագումը կապում էին Հայաստանի հետ, ուրեմն այդ իսկ պատճառով բավարացիներն էլ այդ կերպ իրենց ծագումը կապեցին Հայաստանի հետ։ Մի բան, որը ճշմարտության հետ չի համապատասխանում, որովհետև մենք երբ կարդում ենք մեկ ուրիշ կարևոր աղբյուր, Kaiser Chronik, ուրեմն 12-րդ դարի գործ է, այստեղ արդեն շատ հստակ նշված է նորից բավարացիների հայկական ծագման մասին, որտեղ գրված է արդեն, որ բավարացիները ծագումով եկել են Հայաստանից։ Ուրեմն, այստեղ ձեր ուշադրությանը կուզենամ ներկայացնել մեկ ուրիշ կարևոր եվրոպական հին պատմական գիրք, որը առաջին անգամ գրվել է ֆրանսերենով եւ կոչվում էր գիրքը Chanson de Roland, Ռոլանի երգ, Das Rolandslied, գերմանական տարբերակի մեջ, ուրեմն շատ հետաքրքիր մի հատված կա։ Այնտեղ անընդհատ խոսվում է
Բավարիայի հերցոգ Նայիմեսի մասին և 7790-րդ տողը շատ հետաքրքիր մի հատված է մեզ ներկայանում։ Կարլը մեծը, կամ ֆրանսերենով ասած Շարլմանյը, ուրեմն որը ամբողջ եվրոպական ազգերին միացրեց հանելու ընդդեմ արաբների, որոնք 911 թվականին արդեն գրավել էին Իսպանիան, խոսելով Բավարիայի հայոց Նայիմեց իշխանի մասին, այնտեղ ավելացնում է, այս տողերը կուզեմ կարդալ օրիգինալ գերմաներենով, որպեսզի հասկանանք դրա արժեքը։ Gott hat mich nicht vergessen, նշանակում է Աստված ինձ չմոռացավ։ hat ihn mir als Kämpfer gesandt, Աստված նրան, խոսքը վերաբերում է Նայիմես իշխանին, այդ Բավարիայի իշխանին, hat ihn mir als Kämpfer gesandt, Աստված ինձ նրան որպես մարտիկ ռազմիկ ուղարկեց, der von den treuen Armenien abstammt, որը հավատարիմ հայոց աշխարհից է ծագել։ Բացի նրանից, որ այստեղ խոսվում է Նայիմեսի հայկական ծագման մասին, այդ մասին նաև անդրադարձ կա Հայաստանի մասին, որ Հայաստանը հավատարիմ մարդկանց, նվիրյալ մարդկանց երկիրն է եղել։ Մի բան, որ այսօր չգիտեմ ինչ ուժեր կամ ովքեր փորձում են մեր մեջ այդ գիտակցությունը մերցնել և ամեն անգամ փորձում են մեզ ներկայացնել իբրև վատ, տմարդ, նենգ, դավաճան, ստախոս, խափող և անազնիվ անձնավորություն։ Հայը երբեք այդպիսին չի եղել։ Հային այդպիսի պիտակավորում տալիս են նրանք, ովքեր ամենամեծ հայատյացներն են, որովհետև պատմության բոլոր էջերը թերթելով մենք հանդիպում ենք մի իրականության։ Հայը եղել է աշխատասեր, հայը եղել է քաջ, հայը եղել է նվիրված, հայը եղել է ստեղծագործ և արարող։ Սա է իրական հայ մարդու պատկերը։ Եվ այն, ինչ որ մենք տեսնում ենք արդեն պատմության ընդմեջից, գալիս են այդ բոլորը մեզ վկայելու։ Եվ ահա իմ տրամադրության տակ ունեմ այստեղ ֆոտոպատճենը Գեորգ Շոն անունով մի պատմաբանի, որը անդրադարձել է այս հերցոգ Նայիմեսի ամբողջ պատմությանը և գործը կոչվում է Armenian und Herzog Naimes։ Ուրեմն այս գործն է, այս հաստությամբ ուսումնասիրություն, որտեղ մարդը մանրակրկիտ անդրադարձել է բավարական իշխանների ծագմանը, Նայիմեսի հայկական ծագմանը և այստեղ անդրադարձ կա, որ 16-րդ դարում երկու բավարական իշխաններ Լյուդվիգ և Վիլհելմ անուններով, ուրեմն նրանք հատուկ վարձում են նշանավոր պատմիչ Յոհաննես Թուրնմայերին, որը պատմության մեջ հայտնի է որպես Ավենտինուս անունով, որպեսզի Ավենտինուսը շարադրի այդ բավարական իշխանների պատմությունը և նրանք, բավարացի իշխանները, 16-րդ դարում դեռ հպարտությամբ էին խոսում իրենց հայկական ծագման մասին։ Սա մի երևույթ է, որը իրապես մեծագույն արժեք է ներկայացնում գիտակցությունը ձևավորելու մեր, թե ով է եղել իրականի մեջ հայ ժողովուրդը իր պատմության ընդմեջից։ Ուրեմն այստեղ ձեզ եմ ներկայացնում նաև մեկ այլ գիրք, ժամանակագրություն, որի հեղինակի անունն է Հանս Էբրան ֆոն Վիլդենբերգ, ուրեմն Վիլդենբերգցի Հանս Էբրանը, որի գիրքը կոչվում էր Քրոնիկ von den Fürsten aus Bayern, ուրեմն ժամանակագրությունը Բայերնի իշխանների։ Եվ այստեղ հենց 33-րդ
Էջում, ինչպես տեսնում եք, անմիջապես նշված է, որ բավարացիները իրենց ծագումով գալիս են Հայաստանից։ Նմանատիպ անշուշտ արձանագրություններ ունի նաև այս հեղինակը, որը ևս բավարական պատմությանը ժամանակագիր է, Ուլրիխ Ֆյուտերեր անունով, որի գործը Բայերիշը քրոնիկ կոչվածը, բազմաթիվ ակնարկներ է անում այն մասին, որ բավարացիները ինչ առնչակցություն ունեին Հայաստանի հետ, և բոլոր ընդգծումները մեր կողմից կատարված ինքնին գալիս են այդ մասին վկայելու հայերի Հայաստանից գնացած լինելու մասին և որ բավարացիները հայկական ծագում ունեն և այդ բոլոր վկայությունները արդեն իսկ պաշտպանված է այս ժամանակագրությունների մեջ։ Ինչ վերաբերվում է բավարական պատմության կարևորագույն գրքին, դա այս գիրքն է, Վայթ Արնփեկ կոչված պատմիչի գիրքը, որը կոչվում էր Քրոնիկա Բայո Արյորում, գրված 1492 թվականին։ Եթե նախորդ ժամանակագրությունների մեջ պարզապես նշվում էր, որ բավարացիները հայկական ծագում ունեն և եկել են Հայաստանից, ապա այս գրքում առաջին անգամ լինելով շարադրված է ամբողջ պատմությունը, թե ինչպես և ինչ կերպ և ովքեր էին և կամ ով էր, որ եկան և հաստատվեցին Գերմանիայում և այդ երկիրը իրենց իշխանի անունով կոչվեց Բավարիա։ Սա ևս ուզում եմ կարդալ բուն տեքստը գերմաներենով և թարգմանել։ Bayou Arius mit seinem freisamen Volk hat seinen Ursprung aus dem Land Armenia։ Բայո Արիուսը իր ազատատենչ ժողովրդի հետ իր ծագումը Հայաստանից է սկսել։ Und ist mit ihn ausgezogen mit grosser Macht։ Եվ այդ ժողովրդի հետ դուրս է եկել երկրից, Հայաստանից մեծ ուժով։ Սա չէր նշանակում, որ Բայո Արիուսը մի 10-15 ինչ-որ ձիավորների հետ միասին դուրս է եկել, այլ դուրս է եկել մեծ ժողովրդով, մեծ քանակությամբ, մեծ թվով մարդկանցով։ Und sind kommen in das Land und funden darin Pauren Völker։ Եվ եկել են այս երկիրը, որտեղ գտել են Power Volk, լատիներեն նշանակում է աղքատ, խեղճ ու կրակ ժողովուրդ, die sich nährten mit Fischen und Jagen der wilden Tieren։ Եվ այդ ժողովուրդները այսօրվա այդ արևմտյան արժեք ներկայացնող ժողովուրդները մինչև հայերի գնալը նույնիսկ գյուղատնտեսությունից լուր անգամ չեն ունեցել, որովհետև պատմիչը ասում է, որ նրանք սնվում էին ձկնորսությամբ բռնած ձկներով և վայրի կենդանիների որսով։ Ուրեմն, und ließen sich da nieder և այնտեղ են հաստատվում Հայաստանից գնացած այդ ժողովուրդը und nennten das Land nach ihrem Fürsten und Herrführer Բավարիա և իրենց իշխանի և առաջնորդի անունով այդ երկիրը, այդ հողը, այդ տարածությունը կոչում են Բավարիա։ Der Bayou Arius oder Bavarus ließ Zben
Զյուն, ուրեմն հին գերմաներենով է, ուրեմն բայո արիուսը կամ բավարիուսը ուներ երկու զավակ, բոհեմունդուս և ինգրամանդուս անուններով։ Այս Բոհեմունդուսը շատ կարևոր է, որովհետև մինչև այդ ժամանակաշրջանը, բավական երկար ժամանակաշրջան Չեխիայի Մորավիա շրջանը, Մորավիան, կոչվել է Հերմենիա, իսկ հետագայում Հերմենիա նշանակում էր Արմենիա, համաձայն քիչ առաջ նշած պատմիչ Ավենտինուսի, իսկ հետագայում այդ երկիրը Բոհեմունդուսի անունով, բայո արիուսի անունով կոչվեց Բավարիան, նրա ավագ տղայի անունով կոչվել է Բոհեմիա։ Այս մասին նշում է Արնփեգ նշանավոր պատմիչը, որը նաև հայտնի է պատմության մեջ որպես Թուրն Մայր։ Ուրեմն ձեզ ներկայացրեցի մինչև հիմա բավարացիներին վերաբերվող բոլոր փաստագրերը, վավերագրերը, որոնք խոսում են, թե ով է եղել հայ ժողովուրդը։ Նմանատիպ նաև գործեր ունենք, որոնք վերաբերվում են բրետոններին, որոնց մենք պիտի անդրադառնանք մյուս հաղորդման։